Տիրոջ անունը մեծ արբիսելներ մենք նույնն ենք քարոզում եւ մենք քարոզում ենք խաչալ Քրիստոս մենք քարոզում ենք փոքրիկ կտակարանը մենք ինչ որ չակնկալենք նորույթ նոր բաների միջուկը Քրիստոսի խաչելությունն է սրա շուրջ ենք մենք խոսում խորհում քարոզում վկայում աշխատանք տանում որովհետև գիտություն կա եւ Սուրբ Գիրքն ասում է հպարտացնում է բայց սերը շինում է ասում է Տիրոջն խոսքը որովհետև այսօր մենք կարող է օրինակ ոմանքս մտածենք ասենք դե այդ ուղղությամբ խոսացվել է անցած ժողովին բայց իմանանք որ թշնամին կրնկակող գալիս է քարոզիչների ավետարանիչների վկայողների հետևից որ սերմերը հավաքի ինչպես Սուրբ Գիրքը ասում է մի սերմել ընկավ ճամփու եզերքը միտք չառան երկնքի թռչուններն եկան սերմերը հավաքեցին տարան այդ երկնքի թռչունները հետևից որ ով միտք չի առնում նորից տանեն ինչպես Տերը նորից ու նորից հոգա տանում նորից ողորմություն անում նորից մեղքերի թողություն տալի նորից ու նորից ջանք անը որ աքսորվածին աքսորված չմնա հետ բերի սա նրա գործն է երկրի վրա հույս կապելով միգուցեով Աստված որ շատերի նորից վերադարձնի խաչալ Քրիստոսին Տերը մեզի զորացնի Միշտ մենյուի մեջ պետք է լինի իսելներ մեր մեջ մեղքի թեման սա կարևոր թեմա է սա է փրկությունը այսինքն մեղքերի թողություն միշտ խոստովանության հետևող պետք է լինենք ջանքանող հոգանող մեր մեղքի, մեր հանցանքի, թերության սխալմունքի, որև Սուրբ Գիրքն ասում է, որ նա ուզում է մեզ գտնի անբիծ, անարատ խաղաղության մեջ։ Պատերազմը գնում այսօր։ Թշնամին ուզում է մեզ օրինազանց անի, որտև մեղքը ճանաչվում է օրենքով, ավետարանով։ Նա ուզում է մեզ հասնել աստիճանի, որ ստիպված Աստված մեզ դատի։ Ինքն է դատելու իր ժողովուրդը, թեպետ մենք դատելու ենք աշխարհը, սուրբերը, նույնիսկ հրեշտակների ասում Աստվածաշունչը տեսնում եք ինչ առավելություն մեզի տրված է երկնքից Աստվածանից, ինչ տեսակ իշխանություն, ինչպես փառք էին տալի, որ Աստված մարդկանց այսինչ իշխանություն է տվել։ Բայց մեղքը միայն սա կարա պատնեշ արգել գլինի հետ քաշի մեզ եւ իրավունքով ոտով դուրը խփի ներս մտնի եթե մենք բարկությունով տեղ ենք տալիս նրան եթե մեր բարկության վրա արեգակը մայր է մտնում եթե մենք ժամանակին չենք սթափվում սրանից եթե մենք արյուն թափելու չափ մեղքին հագարակ չենք կենում ջանք անենք, թույլ չտանք, հսկենք եւ վերահսկվում ենք, ունենք օգնություն վերեն, սրա համար եւ Աստված այնպես է կազմակերպել, որ եթե իր խոսքը մեր մեջ ապրում է այդ սերմը, մենք չենք էլ կարա մեղանչենք, թույլ չի տա այդ սերմը մեր մեջ մեղքը քայլ անի ներս գա եւ մեղքը իր հետ բաներ է բերում սելներ անհաջողություններ, ձախորդություններ, ընտանիքում, անձնական կյանքում, շփոթություններ մտքերի մեջ, այսօր իմացանք չէ որ մեկը կախվել է։ Ինչ է կարծում արանքին, ինչն է սողում, ինչն է պարկած։ Սա մեղքն է։ Որով եւ ներս մտավ մեղքով էլ մահը, ասում է Տիրոջ խոսքը։ Մեղք գործեցին եւ մահացան։ Թշնամին ասեց չեք մահանա մի բան ծածկեց
Սատանեն։ Բայց խոսքը գնում է հոգևոր մահվան։ Հոգևոր մահվան վրայով։ Եվ պատճառը, խայթոցը, թույնը, ուրիշ բան չի, սա մեղքն է, որով այսօր քրիստոնյաներն են լղոզվում, որտեղ աշխարհը լիքն է սրանով։ Այսօր գնալով սա առատանում է, Սոդոմ Գոմորի նման մեղքերը այսօր բազմանում են, օծի ճուտերի նման ավելանում են, լցվում է ամբողջ երկրագունդը այդ ճիճուներով, այդ օծերով, կարիճներով, անմաքուր պիղծ գարշելի, ինչպես Իսրայելը պատվալում, պաշտում էին սրանց շրջանակի փորագրված իրանց պատվալներում, մտածելով, որ Տերը չի տեսնում։ Մեղքի վարձքը մահա։ Աստծո ձերի պարգևը հավիտենական կյանք Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ալ մեղք մեկ գործի։ Միջոց է թողել Տերը, ելք է թողել, տարբերակ է թողել խոստովանությունով։ Հովհաննեսն ասում է, եթե պայման է կապում, խոստովանվեք, նա հավատարիմ է ձեր մեղքերը ների եւ անիրավությունից ազատագրի։ Մենք կարանք այսպես զանազանենք, մեր սրտերը մեզ հանդիմանում են, թե չէ։ Գալիս ենք հաղորդության, մեր սիրտը մեզ հանդիմանում է։ Քարոզում ենք, մեր սիրտը մեզ հանդիմանում է, երգում ենք, որ երգն է, որ թեման է, այսօր մեր շուրթերին։ Կարող է իմ թեման լինի ընտանիքի զախորտությունը, անհաջողությունները, ես այնքան դրանով աղտացած, լցված, նեղված, որ կարող է ես այսօր դա քեզ սորվեցնեմ։ Դա համար մենք պետք է քրիստոնյան պետք է, հավատացյալը պետք է, սուրբերը պետք է մեղքից լինեն ազատ, մաքրված, մեր հանդերձնել լուսափայլ պետք է լինի, մենք բիծ արատ չպետք է ունենանք, Տեր ուզում է հասցնի գագաթին, սրան հասնի, որ էլ խնդիր չունենք, երբ որ նա գա մեր գլուխները բարձրաց, ոչ մի հատ քել խոչընդոտ չլա մեր գլուխները բարձրացնելուն, եւ ասենք էլ մեր բերանը բացվի եւ մեր շուրթերը Տիրոջ անունը կանչելու։ Իհարկե, ամբարիշտներն էլ կկանչեն, կանչում են, սանք էլ թե ինչպես ասեցին Տեր, Տեր, բաց մեզ, լիքը Տեր ասողներ կան, ասուն։ Բայց գիրքն ասում է, քեզ ինչ, որ դուն իմ անունս քո բերանդ ես վերցնում, գողը տեսնում ես, միաբանվում ես, շնացողների հետ բաժին ունես։ Ես մի անգամ ասի չէ, որ մարդը, որ մին մեղքի մեջ հանգնմսել արդեն հեշտ է մեղք գործելը, ճամփեն բացվում է։ Ջուրն ընկնելու օրինակը բերեց չէ, որ սառը ջուրը չենք ուզում ընկնենք, մեկը բրդեմ ընկնում ենք, չենք էլ ուզում դուզ գա, հետ ուզում ենք հալ լողանք, լավ ենք զգում, ադապտացվում է մեր մարմինը այդ սառը պղտոր ջրի հետ, եւ ուզում ենք հալ լողանք, նորմալ ենք համարում, ինչպես գալիս ենք սրան, որ մենք էլ ենք արտաբերում մեր բերանից, որ ինչպես ուրիշները այդպես էլ մենք հա ինչ կա, նորմալատես հազարներով, տես ինչ զորություններ, հրաշքներ շատ էլ գլխաշոր չեն կապել, ինչ կապ ունի, մեծ կապ ունի։ Երկինք մտնելու են հպատակվողները, հնազանդվողները նոր կտակարանին, ովքեր սիրում են Տիրոջն, առաքյալն իզուր չի ասում, չի ասում, երկնքից եթե հրեշտակ էլ գա, ավետանից դուրս ուրիշ բան քարոզի, անիծյալ լինի։ Այսօր վկայեցին, որ մի եղբայր մեկ ուրիշ անձնավորության, որը բաժանված ուսմունքը փոխած, կանչել է ինչ որ հետը գործ անելու, իմ աչքին վատ երևաց է, ինչ գործ ունենք, ինչ բաժին, ինչ մասնակցություն կա։ Հետո կարող է գնալով մենք էլ, չգիտես ինչպես, եթե տեղ տանք, մեծարվի Տիրոջ անունը։ Մենք կարդում ենք Աստծո խոսքի մեջը մի տեղ, մի դեպք, Հովհաննես ավետարանիչ 5 գլուխ, ես չձանձրացնեմ առաջի համարից։ Սրանից հետո տոներ հրյաների եւ Հիսուսը վեր եկավ Երուսաղեմ, եւ Երուսաղեմում ոչխարած դռան մոտ մի ավազան կար, որ եբրայցերեն Բեթսեդա է կոչվում, որ 5 սրահ ունի, նրանցից խիստ շատ հիվանդներ կային, պարկած, կույրեր, կաղեր, չորացածներ, որ ջրից շարժվելուն էին սպասում։
Որտեղ Տիրոջ հրեշտակը ժամանակ վայր էր գալիս, այն ավազանը եւ ջուրը շարժում, եւ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջ մտնողը բժշկվում էր, ինչ հիվանդություն էլ որ ունենար։ Եվ այնտեղ մի մարդ կար, որ 38 տարի էր հիվանդության մեջ, երբ որ Հիսուսը նրան պարկած տեսավ եւ գիտած, թե արդեն շատ ժամանակից է, նրան ասեց. «Կամենում ես ողջանալ»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, մարդ չունեմ, որ երբ որ ջուրը շարժվում է, ինձ ավազանի մեջ գցե, եւ մինչեւ որ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է մեջը»։ Հիսուսը նրան ասեց. «Վեր կաց մահիճը տար եւ ման եկ»։ Եվ մարդն իսկույն ողջացավ եւ վեր առավ իր մահիճը եւ ման էր գալիս եւ օրը շաբաթ էր։ Հրեաներն էլ ասեցին, բժշկվածին. «Շաբաթ է, արժան չէ քեզ, որ մահիճդ վեր առնես»։ Նա պատասխանեց նրանց. «Նա որ ինձ բժշկեց, նա ասեց ինձ. մահիճը տար եւ ման եկ»։ Արդ հարցրին նրան եւ ասեցին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասեց. մահիճը տար եւ ման եկ»։ Բայց բժշկվածը չգիտեր, թե ով է, որովհետեւ Հիսուսը այնտեղի ամբողի պատճառով խույս տվավ։ Սրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարումը եւ նրան ասեց. «Ահա ողջացար, այլևս չմեղանչես, որ ել ավելի չար բան չլինի քեզ»։ Այսքան կարդացինք, շեշտը սրա վրա ասելներ, որ այդ տեսնում եք չար բաները, հիվանդությունները, նեղությունները, վշտերը, տագնապները եւ ամենա սատանայի գլուխ գործոցը մահը մեղքը տանումա դրան։ Եվ այս մարդու այսքան տանջալից, այսքան տարիների տանջվելու նեղության պատճառ ուրիշ բան չէր մեղքերը։ Տերը ասեց. «Էլ մեղք չգործես, թե ավելի չար վատ բաների կհանդիպես»։ Տեսնում եք ակունքը մեր նեղությունների, կրկնում եմ, մեր վշտերի, այնինչ Պողոս առաքյալը մեզ կոչ անուցներ, որ մենք լինենք ուրախ։ Մեղավոր մարդ ինչպես կարա ուրախ լինի։ Դա կհամարվի կեղծավորություն, բայց մեղքից ազատագրված։ Այսօր սա է ուզում Տերը ասել, որ մենք, ես կրկնում եմ, Սուրբ Գիրքն ասում է, Երանին ան ում մեղքերը ներվեց, Երանին ան ում Աստված մեղք չի համարում։ Մեղքը գործողա աճող, մեղք ունի հղիացող հատկություն, անտարբեր մեկ լինի մեղքի հանդեպ։ Ձեր մեղքի համար, մենք մեր մեղքի համար, ամենքս մեր մեղքի համար պետք է հոգ տանենք սներ։ Առաջնային սա է, որ մեր ճանապարհը բացվի, որ մեր աղոթքը լսվի, որ Աստծո սիրելիքը փրկվեն մեր աղոթքներով, որ երբ որ ասենք Տեր ասի ահա ես, ուրիշ զորություն, ազդեցություն չունի, ահավորություն, մենակ մեղքն է, որ կարա քիչ չի քարոզվել, որ նա ծածկում է մեր եւ Աստծո միջև պատա լինում, նա երեսը մեր վրա չփայլի, նա ականջը մեր աղոթքը չլսի, նա բազուկին, որ մեր վրա չհասնի, ողորմել ուրիշ բան չի, հապա ձեր մեղքերը եւ ձեր հանցանքները։ Մենք վերագրում ենք պատահականության, կարող է վերագրում ենք եսիմինչ երևույթների, կարող է վերագրում ենք բժիշկների այդպես տենց ամփույթ մեր հանդեպ, բայց ես կարծում եմ, որ արանքին մեղքն ապարկած եւ քեզ փափագում է ասմածնդոց գիրքը, դու նրա վրա իշխի, ասեց անձամբ Աստված, կարող ենք նրանով հաղթել նրան, կարող ենք իշխել դրա վրա, մեզ տրված է իշխանություն, Տերը քանի ճանապարհներ, ջղիրներ նույնիսկ թողել է, որ մենք կարողանանք հաղթահարենք մեղքին, որ էլ մեղք չգործենք, մեղքը չիշխի, չթակավորի, կարող է գա գնա, կարող է շշնջա, բայց մենք տեղ չենք տալի, մենք գիտենք ում ենք հավատացած, մենք գիտենք վերջավորությունը ինչ կլինի մեզ հետ, եթե մեղքի մեջ հարատևենք թավալ տանք, եւ կլինի վերջավորությունը ինչպես, եթե մենք մեղքի ձեռբազատված լինենք, կարող ենք Քրիստոսի արյունը իզորու ասելներ, մեզի ամեն մեղքից մաքրելու,
Հաճախակի մեր հանդերձները հայլում հետ ճշտենք։ Չէ իմանց հայլիներ են, ստեղծելից հայլիներ կա, որ կար մեզ ծոծորակը տել տենաս։ Ամեն տարբերակով քեզ զննես, քննես, տեսնես։ Իմանց միջոցներ կա էխո, կարողանում են քո նրսի երեխեն տեսնեն տղայա թե աղջիկ։ Հյուսվածքները մանրակրկիտ բաներ կա ճշտեն, կարողանում են։ Էլ ավելի նա տեղյակա գիտի իսելներ, որ մեր մեջ կա այս դեֆեկտը, ինչպես հայտնության գիրքն ասում է, քո դեմ մի բան ունեմ, լավ ասում, շատ լավ է, բայց ցավոք ասում է, քո դեմ մի բան ունեմ։ Քո դեմ մի բան ունեմ։ Եվ այդ մի բանը արգելք է խոչընդոտ ասներ, հարաբերվելու կենթանի Աստծո Սուրբ Հոգին, սա ունի այդպես տենց հատկություն, շատ նուրբ հատկություն սներ, տրտմեցնենք, մարենք ընդհոպ կարող է։ Ես այսօր օրինակ չեմ նկատում շատերի մեջ լեզուների աղոթքը, այդ բորբոքը, այդ կրակոտ աղոթքները, այդ ջերմեռանդ աղոթքները խիստ ազդեցիկ ասելներ, եւ կարծեմ թե ով արանքը նորից եմ կրկնում, ուրիշ բան չի կարա մեր դեմը կանգնի, մեր ու Աստծո միջև կանգնի, եթե ոչ Սուրբ Գիրքն ասում է, ձեր մեղքերը ու ձեր հանցանքները կարողացան, ունեն այդ կարողություն, Աստված այդպես է կազմակերպել սներ, որ մեղքերը իրավունք ունեն, որովհետեւ բա ոնց ճանաչվի, որ մենք այսօր ինչքանով ենք արդարության կողմնակից եւ մերժում ենք աշխարհքը։ Տերը մեզի այսօր մեղքից ազատի, ջլատի մեղքից։ Սուրբ Գիրքը կրկնում եմ ասում է, «Էլ մեղք մեկ գործի», որտեղ մարդու մեղքերը գնում են գործերը իր հետևից։ Այստեղ է, ինչ լինելու է, մաքրվելու ենք, ազատագրվելու ենք, այստեղ է։ Թե չէ հավիտենականության մեջ արդեն մարդուն մա ետքը դատաստան, ճշտվի, քննվի, պատճառները, աղբյուրը այդ մեղքատեսակի, որը դու սիրել ես, եթե սիրենք, սա ծանր ասելներ։ Տերը մեզի զորություն տա դեմ դնենք, հետ քաշվենք, հետ կենանք եւ շատերը տգիտության պատճառով անգիտակցաբար մեղք են գործում, մտածելով դեմի արդարություն ձեղջ կարողա լինի երկնքում, որ մենք անգիտակցաբար չենք իմացել, դպրոցում լավ էլ չեմ սովորել ես, կապ չունի։ Նայա որ տգետին իմաստուն կնեսելներ։ Եվ այսօր ես նկատել եմ քարոզիչներ, մեծ ավետարանիչներ այն մարդիկ են, որոնք դպրոցում ծույլ են եղել։ Քանի տարի կարող մնացել են, բարձրագույն սովորածներ չեն, ձկնորսներ հասարակ աշակերտների Աստված հենց նմաններին վերցրեց, որպեսզի այն նման կոչեցյալներին իբրև թե ոմն ամաչեցնի ասմատիրոջ խոսքը, եւ Աստված այս աշխարհի հենց այդ տեսակներին ցածերին ընտրեց, որպեսզի թեպետ ցանցա կարող է մեջը խոշոր ձուկել ընկնի, կարող է մեջ ընկնի ասպիրանտուրա ավարտած ձուկել, օրինակ եմ ասում, բայց ընդհանրապես Տերը ընտրում է եւ Աստծո գործելակերպը այդտեղ է իր փառքը, որ նա Աստված է, որ չբեր կնոջը շատ զավակների մայր անեմ, չբերա, բայց ոչ թե մեկ երկու, ոչ, շատ զավակների ասմատիրոջ խոսքը։